Երեխեք բարև բոլորին, տեսնում եք ինչ սիրուն ենք, ինչ սիրուն սեթեր ենք հագել, սրանք օքի նոր սեթերն են, եթե դու ես ուզում լինել ոճային ու ունենալ մեր սեթերից, հենց հիմա զանգահարիր այս հեռախոսահամարով ու ունեցի ամենասիրուն ամենավոճային սեթերից, եթե ունենաս մեկ սեթ, կապ չունի որ գույնը կընտրես, բուրգունդը թե կապույտը, կարող ես կրել և ձմռանը, և ամռանը, և գարնանը, և աշնանը, մեր սեթերը տրանսֆորմացվում են, կարող եք կրել ամբողջական տարբերակով, կարող եք հանել թևերը դարձնել կարճ թև և կարող եք կրել նաև տոպ տարբերակով։ Շալվարի հատվածում ունենք կախազարդի հատուկ հատված, որտեղից կարող եք կախել ձեր գլոսերը, ձեր AirPods-երը, ձեր կախազարդերը, ձեր բանալիները, այն, ինչը ձեզ պետք է օրվա ընթացքում ամենաշատ։ Եթե ուզում ես մեզ հետ պարել, դառնալ օքի դեն ստուդիոյի մի մասնիկը ու նկարահանվել օքի 3-րդ եթերաշրջանում, ուրեմն հենց հիմա զանգահարում ես ներքևում նշված հեռախոսահամարով, գալիս ես, մենք էլ քեզ դիմավորում ենք մեր թիմով։ Չես խոսելու։ Ընկեր Սոնա, ես ու Դավիթը ստուդիայում ենք ծանոթացել։ Ուղղակի մի անգամից մտերմացել ենք։ Չեմ հասկանում ինչն է խնդիրը։ Ուղղակի մտերմություն։ Չէ, ինչ ճիշտ հասկացի, ես իսկապես չեմ ուզում քո անձնական հարցերին խառնվեմ։ Ուղղակի չեմ ուզում, որ էմոցիաների տակ այնպիսի որոշումներ կայացնես, որի պատճառով հետո կզղջաս։ Գիտեմ, ընկեր Սոնա։ Գիտեմ նաև, որ ձեզ Լիզան է ամեն ինչ պատմել։ Բայց դուք էլ հասկանում եք, չէ՞, որ Լիզան ամեն ինչ չափազանցնում է։ Ես ու Դավիթը ուղղակի շփվում ենք։ Ուզում ենք իրար ավելի մոտիկից ճանաչենք։ Լավ։ Ուղղակի ուզում եմ իմանաս, եթե խորհրդի կարիք ունենաս, ես միշտ պատրաստ եմ։ Խնդրում եմ, եղիր ավելի ուշադիր ու զգուշ։ Շնորհակալ եմ, որ անանքս տանում եք, ընկեր Սոնա, բայց ես այլևս չգիտակցված որոշումներ չեմ կայացնում։ Դե լավ է։ Լիզայից էլ մի նեղացի։ Դե Լիզանա գիտես։ Գիտեմ։ Չեմ նեղանում։ Դե լավ է։ Sing oki, 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 oki. Du, yes, unikani hoki. Oki, oki, oki. Me, het, asa oki. Oki, du, yes, unikani hoki. Oki, oki, me het asa oki. Het asa oki. Ծարավեմ ջուր եմ ուզում, սիրացյալիս եմ ուզում, կյանքս անցավ, ես իմացա, կյանքս օրա Օր այս ինչ ծարավեմ, մարդ ծաղի գլներ գային ջրեին։ Քել ենք խանութ մի հատ ժիտկի բան առնենք, տրանսֆեր անենք ստամոքս։ Արի գնանք։ Օրա չէ, մի կողմից էլ ասում եմ մինչև հելն եմ, մինչև մի ոտս գցեմ, հետո մյուսը, մինչև հասնենք խանութում հերթը, բանը, այս կասան չի աշխատում, հասմիկ մի հատ QR է, սա մանր տվեք, մանր չունեմ, հավես չունեմ։ Դու ասեցիր է։ Ես ասեցի դու իմ հետ լավ բան առաջարկեիր։ Լավ բան։ Մտնում ենք Glovo-ի app, սուպերմարկետներ ու մեր ուզած բանը պատվիրում ենք, անպատվիրի։ Դու ստել է։ Դու, արեցի։ Այս քո քարտն է, չէ՞ գցած։ Մենակ ջուր ես, չէ՞ պատվիրել։ Ինձ ոնց գիտես։ Լուսոյի հիշում ես, չէ՞։
Դու իմ դասարանցին ես։ Մենք երեք պատահական հանդիպել ենք այգում։ Ու ամենակարևորը պետք է ամեն ինչը նենց ասես, որ ինքը հավատա։ Այսինքն, դու երեք ուրիշի հետ ես եղել, ու նա պիտի ձևացնեմ, որ իմ հետ էիր։ Այ ապրես։ Բարև ձեզ։ Բարև, կյանքս։ Ծանոթացի։ Լուիզանա դասընկերուհիս, Լուիս ջան։ Ստելանա։ Հաճելի է շատ։ Փաստորեն երեկվային աղջիկ, որ անդադ Ստելա էր ասում, իր մասին էր ասում։ Ինձ էլ է շատ հաճելի, իսկ ինչ աղջիկ։ Լիզայի մասին է ասում։ Մենք երեք պատական էլ ենք հանդիպել այգում։ Լուիզան էս տարածքում ապարապում։ Լիզանը տեսավ չես կարա պատկերացնես ինչ էր անում։ Եկել է ինձ, ասում է դու Ստելային դավաճանում ես։ Ինձ։ Փաստորեն դրա պատճառով է երեկվա ինձնից փախչում։ Ես էլ ինձ ված զգացի, Ստել ջան։ Դու այնքան անուշիկ աղջիկ ես, որ Դավիթը հաստատ հիմար պիտի լինի, որ ուրիշի կողմ նայի։ Լավ, ես արդեն գնամ ու շանում եմ։ Հաճելի է շատ։ Ինձ էլ է շատ հաճելի, Լուիզա ջան։ Հուսամ նորից կհանդիպենք։ Пока-пока։ Երեք շատ է ներվը հետ կերել Լիզան։ Ой, Սուս, մի հատ մի տուր вообще լիրանա։ Նստենք։ Լույսերեն միայն շողում, անձրևն անդա… Արա Միկա, այդ կամպյուտերից տեխնիկայից լավ ես, այդ սուտ է, չէ՞ որ թռան լուսին։ Հա, ինչ ախպեր։ Ավելի կռլ է։ Բարև ձեզ։ Միքայելը դուք եք։ Չեմ հավատում։ Մեր գլովոյի պատվերը քեզ է եկել։ Այո, ինձ է եկել։ Որս ինչ արագ առաքեցիր։ 15 րոպե առաջ էինք պատվիրել։ Դե աշխատում ենք ով պարապ ձեր պատվերը տամ։ Ձեր ջուրը, Ապրես, ձեր յոգուրտը, ապրես, ձեր շոկոլադը, ապրես, ձեր փախլավան, փոխլավան ապրես, ձեր արքայ խնձորը, ապրես, ձեր օճառը։ ապրես։ Կռլ է։ Ես ինչքան բան ես պատվիրել իմ քարտով։ Տխմար բահոսովաս փորին այսքան ջուր չէի խմելու։ Բայց օճառ ինչի ես պատվիրել։ Էդ էլ որ գնաս պուրպուլակի մոտ, այս դեմքի թույն ու թարախը մաքրես։ Ես գիտեի ինձ ինչա սպասվում։ Լավ, դե ձեր անձնականը ես չեմ պատրաստվում լսել, որովհետև ես աշխատանքի մեջ եմ ու ես դրա իրավունքը չունեմ, ու եթե անկեղծ հետաքրքիրել չի։ Դզեց։ Այ հիմա գործս պրծավ։ Արա ոնց է հետաքրքիր չի։ Հələ ճիշտն ասա կռլ է, ես ակնոստերովի քարտնա գլովոյին կցած եղել տակը տեսել ես։ Արա գոնե այն քարտի 16 թվանոց կոդը թողել ես, թե հետել ես խմել։ Ինձ ոնց գիտես։ Քեզ գիտեմ որպես անբաշար։ Տեսակ են դավոին, ոնց եկած չեկած Ստելայի սիրտը գրավեց։ Բա չէ ձեր պես։ Ես բայց հիմա ուզում եմ հասկանամ այդ իրոք տենց է, հաստատ է։ Հա, ոնց հաստատ չի։ Ես իմ կանալները ունեմ։ Մարդը հեշի ականջը քնած չի։ Քայլերա ձեռնարկում։ Քոպես քորջի, տեսնում է, որ աղջիկը իրան էլա սիրում։ Ախպեր, որ ես Մոնային ասել եմ սիրում եմ։ Ինչ ախպեր։ Յարա, ես պետք է առաքիչ չլինեի, ես պետք է լայֆ քոուչ լինեի։ Բրանչներ կազմակերպեի, բլոգերներին հրավիրեի, ձերի նվերներ տայի, որ սթորիներ անեին։ Քրֆիր արա։ Էլի դե։ Я сладкий, как никто. О, я шоколад лизает, я ласковый мерзавец, сладкий, как никто. И я одинокий бродяга любви Казанова. Вечный любовник и вечный народ. Ոնց եք բեստիներս։ Վայ Աստված օրհնի քեզ իմ բալա։ Որ սաղ ջահելները քոպես լինեին, այս երկիրը երկիր կդառնար։ Ես ասաղ թաղի պարաններին ասել ու մենակ քեզ կանչեն առաքումների համար։ Մերնում եք կյանքիդ, տատիկոչը խոմ աշխարի վերջը չի, դուք էլ ինչ-որ մեկի մայրին եք, իսկ մայրը սրբություն է, ինպես որ տասով կա պետք լինի, ապրա շատ եղիր։ Տատի ջան, ընկեք թևս ես օգնեմ ձեզ, հա։ Ընկեք թևս անում այդ տաղմար, մի արա այս տաղ, ճպսիր այս տաղակի, կապյալպես հանգիր ապերախնի, հանգիր նրդ։ Հազար անգամ կներես Մորքուր ջան,
Եքյամեծ, պատկառելի։ Ուղղակի հես մեր աղբերը իրան մի քիչ սխալ պահեց։ Գետինը մտնի ձեր աղբերը, արի գնացինք, արի։ Բայց ես ուզում էի օգնել։ Ինչ ես տեսել էի, բայց բույնի տատի չէի տեսել։ Ստյուպը, բայց դու ինչ փուֆ մարդ դուրս եկար։ Ձենդ։ Էդնեց մարդը սիրությունուտ բռնել է, հա։ Я здесь! За эту улицу стою! Татинер мне все! Я все татинер! Кто меня знает, тот в курсе! Ստյուպը ջան, միջին հաշվարկներով այս բակում բնակվում է 78 արդեն 77 տատիկ։ Եվ ես նրանցից ընդամենը 2-ին քյոմակ եղա։ Հիմա ինչ ես կաթի ու եմիշի պես խառնվի իրար գլխից փորացավ դարձել։ Տենց, հա? Դե ուրմն համբերի ազատիկ սևորեց սկսելու են։ Այդ տենց դու լաչար կնգապես գորգորա, շիզոֆրենիկ։ Լավ, Լարա։ Երկար ցնում ես։ Իսկականից գնա թե չես այս ծյոպիկ ամենամեծ կտորը ականջը տա թողելու։ Թե ասա ինչի եմ մարգարիտներս ձեր նման խոզերի առաջ շախ տալիս։ Ասա գնա էլի, գնա կյանքը քո վայելի, գնա գտիր քեզ նման։ Ստյոպիկ։ 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 Կոմայի մեջ, հա։ Ստյոպիկ։ Գրող! Ձենները չլսեմ։ Արի ասենք օքի, 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 ես դու մի քանի հոգի, օքի, 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 մեր հետ ասա դու օքի, մեր հետ ասա դու օքի։ Լիզա, ինչ ես անում։ Պարապում եմ, որ հենց Ստելային տենամ արագ վազելով փախնեմ սեղից։ Լիզա, մեծ աղջիկ ես, կամ ուղիղ ասա, կամ սենց բաներ մի արա։ Միկա, ես ինչի ես մենակ։ Ստյոպիկը լավ չէր, կռլենել հետը գնաց։ Ես էլ եկա, որովհետև Լիզա, քո հետ խոսալու բան ունեմ։ Վայ, Ստյոպիկին ինչ ա եղել։ Գնամ արագ զանգեմ տեսնեմ, ոնց է։ Էս ինչ է մամա ջան։ Ինչը։ Լիզ։ Լիզ։ Լիզա, ինչ ա եղել։ Լիզ լավ ես։ Չէ, այ հիմա հաստատ չէ։ Ստել Դավիթը քեզ դավաճանում ա ուրիշ աղջկա հետ։ Ես իրենց միասին այգում տեսել եմ։ Վերջ ասեցի երեխեք։ Լիզ, բացի աչքերդ, ես արդեն ամեն ինչ գիտեմ։ Էլ պետք չի թաքնվել ինձ։ Հա? Այսինքն Դավիթը դավաճանում ա քեզ ու այդ ամեն ինչը նորմալ ա քո համար։ Լիզ ջան, ես քեզ այն օրն էլ ասացի, որ ես Ստելային չեմ դավաճանում, ու դու ամեն ինչ սխալ ես հասկացել։ Ես այսօր ծանոթացա այդ աղջկա հետ։ Դավոյը դասընկերուհին է։ Դու իրոք ամեն ինչ սխալ ես հասկացել։ Հա? Կներես ինձ Դավիթ, ես մտածում էի դու դավաճանում ես։ Դե կինոների մեջ տենց է չէ լինում, ասում են սա այն չի ինչ դու ես մտածում, բայց լավ էլ այն է լինում ինչ Լիզան է մտածում։ Լիզ, արի գնանք, արի։ Ոնց է։ Չի ստացվում մոտդ։ Աղջիկները ականջներով են սիրում։ Այդ իմացի սեփական փորձից եմ ասում։ Մուրակամի Սիթի ռոլերի համար գժվում եմ։ Համարյա գրիգի չափ սիրում եմ։ Լուրջ եմ ասում, իցի ծաղի եմ։ Էփը քաշել եմ, պատվիրում եմ արագ հասնում է։ Գրիգը ոչ էփ ունի, ոչ էլ հասնում է։ Ես մի ժամ իրան եմ սպասում։ Իդեպ նոր պրոֆխումբը հավաքվել է արդեն։ Այսքան շուտ հավաքվեց պրոֆխումբը։ Միշտ էլ այդպես ալնում մեր մոտ։ Բարև ձեզ։ Ընկերսոնա գիտեք, չէ՞, պարզվում է իրականում Դավիթը։ Բարև ձեզ։ Ուշանում եք։ Գիտեք, չէ՞, նոր պրոֆխումբը հավաքվել է արդեն։ Ես էլ մտածում եմ այդ խումբը տամ ձեզանից մեկին, որ բացի պարուհուց համել ձեզ որպես խորեոգրաֆ փորձեք։ Բայց դուք ուշանում եք։
Որ ուսուցիչն է ուշանում։ Բա ընկերսոնա, մենք հենց հիմա ձեր հետ ենք խոսում, դրա համար ենք ուշանում։ Դե Բայց Լիզա ջան, ճիշտ ես ասում։ Ես եմ մեղավոր։ Գնացեք փոխվելու։ Սրանից եք փոխել։ ինչի ոտքը դեմ տվեցիր դրսում։ Ուզում էիր ընկնեի մեջքս կոտրվել ու կյանքում չպարեի։ Ընկալելի, բայց ամեն ինչ լավ է։ Զաբել, դու իհարկե ռոմանտիկությունից լավ ես, բայց էլ մի արա ոչ մի բան շատ վտանգավոր է։ Վայ, երեխեք դուք էլի կռվում եք։ Չէ, չեն կռվում։ Պարզվում է, Դավիթը Ստելային չի դավաճանում։ Բացի այդ էլ այսօր նոր խումբ է գալու։ Բացի այդ էլ հենց նոր Զաբելի պատճառով ես ընկա։ Իսկ բացի այդ էլ Միկա Լիզա։ Իսկ հիմա կարելի է դնույնը հերթով։ Փաստորեն բոլորը արդեն տեղյակ են։ Ստել կներես միամի տոստոցվել։ Երեխեք, այդ հեչ։ Լիզ ինչ նոր խումբ էիր ասում։ Ընկերսոնան ասես նոր խումբ բացելու, որը վստահելու է մեզանից մեկին։ Տեսնես ում կընտրի ընկերսոնան, ինչ հավես կլինի։ Կամ Ստելային, կամ Լիզային։ Խմբերի հետ աշխատելու ամենալավ փորձը իրանք ունեն։ Վայ, չէ, այդ շատ դժվար բան է, նորաբաց խումբա մեծ պատասխանատվություն է։ Հա հետո ինչ այդ դմբո, ամեն ինչ էլ առաջի անգամից է սկսվում։ Ես է որ քո նման փորձ ունենայի կերազեի ինձ ընտրեին։ Եկեք ենթադրություններ չանենք ու սպասենք տեսնենք ընկերսոնան ինչ կորոշի։ Կանգնեցինք։ Դի կարևոր ինֆորմացիա ունեմ։ Բայց sense չեմ կարող ասեմ վտանգավոր է։ Մի ժամից հանդիպենք կասեմ։ Էրիկ, նույն տեղում հայտնվեցինք։ Նորմալ է։ Նույն ստուդիայում ենք սովորում։ Իսկ ինձ թվում է հետևում ես ինձ։ Իսկ դրա անհրաժեշտությունը կա։ Դու կիմանաս կա թե չէ։ Ինձ ամեն դեպքում հետաքրքիր է ինչի։ Ներշնչանքի արդյունքն է։ Ուրեմն մտածում ես, որ դրա առիթը տվել ես։ Ուզում եմ հասկանամ սկզբում ընկեր գորը հիմա էլ դու։ Եթե ձեզ խանգարում եմ, կարամ դուրս գամ ստուդիայից, համ էլ մթնոլորտը չեմ փչացնի։ Չէ, սխալ տպավորություն է մոտդ։ Ստուդիայից դուրս գալ պետք չի։ Գնա հանգիստ պատրաստվի։ To give up. If I do something, man, I do it till I get what I want. I turn a business out of nothing into something I love. I got a poker face, but honestly, I'm not one to bluff. I flip a switch, never miss, man, I always stay up. Don't let them see you, bitch, always have a plan to stay tough. Գնաց։ Ասեմ, բալես, Հայաստանի թիվ 1 առաքիչը Ստեփանն է։ Տարեցներին միշտ օգնում է։ Այ օրինակ իմ սիրտը կուզի ուդի գեղեցկուի տանձ, կուզի ուդի վիշնյա, կուզի ուդի թարմ ցուլիգի միս։ Ստեփան 15 րոպեում առաքում է եւ շատ ժամանակ գումար էլ չի վերցնում։ Աբրես տղա ջան, իսկական հայ ազգին արժանի զավակ։ Ես միջև հիմա զարմանում եմ, թե ինչպես են Ստյոպայի պես առաքիչները դեռ մնացել մեր աշխարհի երեսին։ Ես ձեզ այսպես ասեմ, եթե Ստյոպան մյուս ընտրություններին տեխնացություն դնի, անպայման այդ տղային եմ ընտրելու, հերունա գնալու այս տղան, միշտ հիշեք խոսքս։ Ապրես բալես, գնա, մերսի տատիկին օգնեցիր։ Բարև ձեզ Մայրիկ ջան։ Սա որ ալիքով են ցույց տալու։ Շանթով կռլը, շանթով կնայես։ Շնորհակալություն։ Այ հորս արավ։ Արա լավ չես դու։ Արա ինչ արա։ Արա լավ չեք դու կարա։ Արա գժվել եք արա։ Ես քո տստը հելել եմ, արա կարքին տղա իր երևում։
Ոյ օրսալ է, որա ես մի տղեկին ինչ եմ ասել։ Կռլե։ Տղեկին արա։ Ստյոպիկ, գոնե մեզ ասեիր, մենք քեզ կհասկանայինք, չէր մեղադրի։ Դուք հիմար եք։ Չնայած ինչ եմ ձեզ հարցնում, դուք հիմար եք, չեք տեսնում վիդեո եմ ես նկարում։ Մեզ ամեն ինչ իմ անձի համար է արվում։ Ես կգժվեմ արա։ Դու մեզ էշի տեղ ես դնում։ Ստյոպիկ TikTok ես նկարում։ Դες լավ չի։ Երկու օրից է կարող է առյուծ ուզես, ասես առյուծ ղրգեք բաթել եմ անում։ Դու այդքան բանը որտեղից գիտես։ Էլի, ինձ էս բան Ստյոպիկի պարիկն ու շորիկը այդքան տարօրինակ չի, ինչքան որ դու այդ տերմինները գիտես։ Այդ YouTube-ի ռեկլամները որ եղավ, ուժե հակա TikTok-ին գիշերները պարապախտ նայում եմ։ Կամ մի վարքյան ախպեր։ Ոնց էս ամեն ինչը թեքվավ ին վրա։ Էս ինչա վիճակը տարա։ Ես որոշել եմ բլոգեր առաքիչ դառնամ։ Ինչ ես խնդում։ Արհեստական ինտերվյուներ եմ նկարում, որ ազգում մի քիչ ճանաչում ունենամ։ Այն երկիշները ոնց են անում։ Դու չեն ազատիկը շատ արդեն հաբրգեց։ Դուք էլ չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին եւ սեղմեք զանգակի վրա։ Մենք թքին կապեր։ Ստյոպիկ, կմեռնեմ, էս ինչ քյութ ես։ Սրա մասին ոչ մեկին ոչ մի խոսք։ Փաստորեն Երեք սրա համար էի զանգել տատիկիս ու շորիկ ուզում։ Մոնա, էս ապուշը, ասած շորերը հակե, հիմար, որ բան դառնա, ճանաչված։ Խնդացեք։ Ես որ դարա քաղաքի ամենահայտնի առաքիչը ձեզ եք կոտորելու, որ գաք այս տաղու հետ նկարվեք։ Ինչի եք կոտրում Ստյոպիկի սիրտը։ Դուք իր ընկերներն եք, փոխանակ իրան օգնեք, ծիծաղում եք իրա վրա։ Ախի բարի, ին կապույտ։ Ես էլ առօրից դետ եմ ասում Ստյոպիկը մեր ընկերն է, մենք պետք է իր կողքը լինենք, ես հրեշ մի կան ասում չէ։ Մի հատ հանգստացի կռլե։ Մոնա ջան, ինչ անեմ որ մի քիչ հնարավորություն տաս ինձ, որ քեզ մոտ լինեմ, ինչ որ քայլ անեմ, արդեն գժվա հորս արավ կյանք։ Այ անբաշար։ Ասեմ քեզ ինչ անես, հեռախոս ունես, չէ՞։ Մտնում ես ticket system-ի app, մի հատ կայֆոտ համերգ ես գտնում, տոմսեր ես վերցնում, գնում եք իրար հետ։ Մոնա ջան, ասում եմ հեռախոս ունեմ, չէ՞։ Մտնենք ticket system-ի app, մի հատ կայֆոտ համերգ ընտրեմ, մտանք նայենք։ Ես արդեն լսեցի, որ դա քո գաղափարը չի։ Հորս արավ։ Ոայ կաներեք բարձր ասացի։ Ասեմ ինչ անես կռլե։ Մոնա։ Հորս արավ ինչ ասես կանեմ։ Կռլե։ Let's go. Այս բոլոր աղջիկների ամենավտանգավոր դեմքի արտահայտությունն է։ Դու որտեղից գիտես բոլոր աղջիկներին։ Ես լսել եմ։ Լիզա, ես Միկային խանդում ես։ Ռելը մի թարգեք ես ընդկական սեյրելը։ Իմ ապագայի հարցն է որոշվում։ Հասա իմ կապույտ, սա ինչ ասես կանեմ։ Վաղը ստուդիարի կապույտ մազերով, կապույտ պիջակով ու գազարագույն տաբատով։ Այդ ժամանակ հաստատ կսիրահարվեմ քեզ։ Գնաց ինգլիս։ Կերար։ Որ ես էիր խնդում։ Մերսի Աստված ջան։ Այ որ մի հատ էլ մեծ կամազ ունենամ։ Ազատիկին տակը գցեմ, այս սենց կուշտ կլնեմ, էլ բան չեմ ուզում։ Դու ինչ ես խնդում։ Այ վաղը Լիզա այդպես ռոզի մազերով չգաս։ Ասում եմ կապուտ։ Էդ եմ սարակ հայլ։ Ռեխներդ փագեք պետք է վիդեոս մոնտաժ անեմ։ Իմ մազերը դες ջնջեսը կանես։ Դավ, ինչի ենք այստեղ հանդիպում։ Հիմա բոլորը ամեն ինչ գիտեն, ինչ ես լարվել։ Ամեն դեպքում կասկածի առիթ ենք տալիս։ Ես քեզ պատմեցի, չէ՞ ինչ ենք խոսացել ընկեր Սոնայի հետ։ Քո այս խառը լարված պահվածքը ավելի է կասկածի առիթ տալիս։ Ինչի էիր ուզում հետս խոսեիր։ Նոր խմբի հետ կապված։ Պիտի նենց անես այդ խումբը Սոնան քեզ տա։ Ոնց ես այդ պատկերացնում։ Ինչ ես մտածում։ Ստել Էզմի քայլն է մնացել մեզ։ Ու ընդմիշտ կգնանք, բոլորից հեռու։ Համ Սոնայից, համ Զարայից։ Մենք ահավոր վտանգավոր զոնայում ենք հիմա գտնվում, Դավ։
Ես ցույց չեմ տալիս, բայց սահավոր տագնապի մեջ եմ, ու ինձ թվում է անկերսոնան այդ հասկանում է։ Ստել, ուզում ես չէ որ հանգիստ ապրենք, վերջան այս ամեն ինչը, Միքայելը մնացել ու ամեն ինչ կավարտվի։ Ես քեզ հավատում եմ, Ստել։ Դու միակ մարդն ես, ում վրա իմ հույսը կարամ դնեմ։ Իսկ ես ում վրա կարող եմ իմ հույսը դնել։ Իմ։ Մենք իրար այդ ամեն ինչ կանենք ու վերջ կտանք այս պատմությանը։ Ինչ ես մտածել, ինչ ես ուզում որ անեմ։ Դու ամեն ինչ արա, որ Սոնան խումբը քեզ վստահի։ Մնացածը ես քեզ կասեմ, լավ։ Ընկեր Սոնա, ես էլ ձեր մոտ էի գալիս։ Հա? Ուղղակի ճանապարհից մի քիչ շեղվել ես։ Ձեր անձնականը պահեք էս պատերից դուրս։ Այստեղ ձեզանից բացի ուրիշ մարդիկ էլ են սովորում։ Ձեզանից մի քանի տարի փոքր երեխաներ են սովորում։ Կներեք, իրականում Ստելան մեղք չունի, իմ մեղավորությունն էր, դուք ճիշտ եք։ Ընկեր Սոնա։ Լավ չեղավ։ Կարող է հիմա այդ թարսվի ու չթողնի խումբը քեզ նվանես։ Այս պահին քեզ մենակ է տա հետաքրքրում։ Չէ, Ստելա, չէ։ Ես ընդհանրապես ուզում եմ, որ այս ամեն ինչը վերջանա ու ես քո հետ հանգիստ ապրեմ։ Այդքան բան։ Լավ, ես գնամ երեխեքի մոտ։ Ես գիտեմ, որ դու սխալ բան չես անի։ Կյանքս ինչ եղան, մի ժամը քեզ եմ սպասում։ Կյանք չես հավատա ինչ ա եղել։ Ուրեմն առավոտը միամիտ տեսա, որ նաուշնիկներս կորցրել եմ, ասացի լավ, մինչև ստուդիա գալիս մտնեմ Կոմիտասի Like Mobile, մեկ նաուշնիկ առնեմ գամ։ Վերջս ես քշում եմ Կոմիտաս, մեկի մոտ շատ կարևոր զանգ ա գալիս։ Հեռախոսով խոսում եմ ու հասկանում ես կարևոր զանգով ես խոսալով եմ ընկել ու Կոմիտասի Like Mobile-ը անցել եմ։ I wake up to a little bit of drool on my pillow, feel like it's gonna be a bad day. Yeah, I'm tired of shit, and the coffee ain't hit yet, damn, ain't that great. I don't wanna go to work, cause my boss is a jerk. Ասեցի պատտվեմ հետ գնամ, հետո հասկացա, որ Sayat Nova-ի Like Mobile-ը արդեն ավելի մոտիկ է, քան որ այդ պրոբկեքով բանով հետ գնամ Կոմիտաս։ Ասեցի քշեմ Sayat Nova, մեկ է էլի այդ պայն կարևոր զանգ ա գալիս, խոսում, խոսալով եմ ընկնում, արա հասկանում եմ, տենում եմ Sayat Nova-ն է անցա։ Ասում եմ, սենց թարսություն է կլի, բայ մա ինչ անեմ։ Ասել է, ֆրամ, գնամ Sayat Nova, մեկ է հասկացա, որ H-միացնի Like Mobile-ը արդեն ավելի մոտիկ է, քան Sayat Nova-ինը։ Ինչ անեմ, քշեցի H-միացի։ Բայց ինչ տեսականի կար է H-միացնի Like Mobile-ում, դու հեռախոսներ, ականջակալներ, PlayStation-ներ, զեղ չէր։ Դե ասա բախտներս բերել է էլի, որ Like Mobile-ը Գորիսում մասնաճյուղ չունի։ Թե չէ գիշերն է իր գալու։ Գնացինք, հա, ուշացանք։ Ես եմ քշում։ Ես գիտես ինչ է։ Բացի դուրը։ Այս կողմից բացի։ Պլանշետ բաներ եմ հաճ։ Արի սիրելիս, շատ հեռու ես Բայց ես ինչ լավ աշխատանքային պայմաններ ա։ Ես իմ աշխատասենյակը Coffee Craft-ի berry mix-ով մնում եմ նայեն քանի հոգի ա վիդեոս լայքել։ 4 հոգի ա լայքել։ Որոնցից մեկը ես եմ, երկուսը դուք։ Որ ես խի լայքը դանիր։ Են մյուսն էլ Լիզայի տատին։ Լիզայի տատին Instagram ունի։ Հա բա, չգիտեիր։ Հենա կոմենտ ա գրե։ Եթե շորիկը հավանել եք, կարամ արծիկուլ ասեմ։ Տղերք Դավոն ասաց, որ աղջիկները ականջներով են սիրում։ Հա դու ինչ ունես մտածելու։ Դու ականջներով ես։ Քյալ այդ փոխաբերական իմաստով ա ասում։
Դասի պետքա գնաս Լիզայի ականջի տակ ասես, որ դու իրան սիրում ես։ Դա ոնց գիտի մի բան, որ ասում է։ Գիտես ոնց տենց արագ Ստելայի սիրտը մտավ։ Միկա, Լիզան քեզ սիրում է։ Ուղղակի չի ուզում ինքն իրան այդ խոստովանի։ Միկուլիկ։ Ես կերազեի Մոնան ինձ տենց խանդեր։ Ու վաբշե ախպերներ։ Եթե երկու անգամ իմ անձնականը չստացվավ, ես գնում եմ Մենաստան։ Այդ կանանց համար չի։ Ավելի լավ գնում եմ։ Ստել, մեկը տրամադրությունը դուրս չի գալիս։ Ամեն օր սենց ես։ Մերն էլ չի ընկնում։ Երեխեք ամեն ինչ նորմալ է։ Մի քիչ տանը խնդիրներ կա, բայց կանցնի։ Այսօր մի տեսակ բոլորս տխուր ենք։ Տեսեք, Միկան, Ստյոպիկն ու Կռլեն էլ են տխուր։ Լիզ, այսօր ես քեզ կճանապարհեմ տուն։ Չէ, չես կարա ինձ տուն ճանապարհես։ Մենք տուն չունենք, տատին այսօր ծախել է։ Դե հերիք եղավ էլի։ Կամ հենց հիմա ինձ կլսես, կամ ընդմիշտ կմոռանաս։ Հիմա ես եմ քեզ ճանապարհում, թե չէ։ Մի գորային վրա։ Ես չեմ գոռում, ես տալիս եմ հարց ու ուզում եմ իմանամ հստակ պատասխան։ Միկա, գիտես ինչ կա, եթե ես քեզ սիրում եմ, այդ չի նշանակում։ Մի հատ ինձ կճմտեք, որ հասկանամ ես իրականա։ Հասար ուզածի, այդ պադոշ, ասում եմ, չէ ինքն իրան կխոստովանի։ Միկա, քեզնից չէի սպասում։ Էդ ինչ կոպիտ խոսացիր հետը։ Հա? Կարող ան եղացրի։ Չէ, արա, կյանքիդ մեջ մի անգամ տոշնի բան ես արել։ Ասա։ Որը սարել։ Միկա, այս քո շանսն է։ Ձերքիցդ բաց չթողես։ Լիզան քեզ իսկապես շատ է սիրում։ Արա, բայց իսկականից ես եմ ուրախացա։ Շատ տանջվեցիր, բայց հալալ է քեզ հասար ուզածիդ։ Արա, բայց ինչ տուպոյ ընտանիք կլնեն։ Շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։ Բայց նայ, 10-ից շուտ տուն չթաս։ Քիչ սովորցնես։ Հա, բայց հիմա ես ուզում եմ հասկանամ, հիմա ո՞նց պետք է լինի, այսինքն ես պետք է իրան ասեմ ում հետ շփվի, ում հետ չշփվի, այսինքն եթե հիմա հյուրասենյակից պիտի գնա խոհանոցից պիտի գնա լոգարան, պետք է գրիզ գուշացնի, չէ՞, պետք է գրի ես։ Ընկի առաջ հետդ կյանքի դասեր կանցկացնեմ։ Լավ չես արա, ուրեմն ես տեղ մի րոպե։ Ես ինձ լավ չեմ զգում։ Տարեք ինձ այստեղից։ Բայց ես եմ սովորացնել։ I know you told your friend you're not okay. And tell me what's wrong and why you never said you felt that way. And guess you're trying to stay strong and fake a smile until I look away. But I've known you too long, it hurts to watch your blue eyes fade to gray as you fade away, as you fade away. And tell me what's wrong and why you never said you felt that way. Եթե մի անգամ էլ քեզ կորցնեմ, էլ չեմ դիմանա։ Ես շատ երկար եմ մնացել առանց քեզ։ Թույլ չեմ տա մի անգամ էլ նույնը կրկնի։ Խոստանում ես։ Երեխեք, մենք ձեզ շատ ենք սիրում, բայց սերը պետք է լինի փոխադարձ։ Դրա համար ձեզանից պահանջվում է 3 քայլ։ Առաջինը՝ բաժանորդագրվեք իմ YouTube-ի ալիքին։ Երկրորդ՝ լայքեք այս վիդեոն, եւ երրորդ՝ լիքը կոմենտ գրեք։ Կոմենտներում գրեք ում եք սիրում կամ ում չեք սիրում։